Բարի առավոտ, հարգելի հետևորդներ, առաջիկա րոպեներին կներկայացնեմ օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Դուք դիտում եք ABC լուրերի առավոտվա թողարկումը, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես, ռուսական ծագման առաջին ավելի քան 1000 տոննա ցորենի խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Բեռը Ռուսաստանի տարածքից անցել է Ադրբեջանով, այնուհետև Վրաստանով և նոր հասել Հայաստան։ Ցորենը տեղափոխվել է 15 հացահատիկային վագոնով։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից հայտնում են, որ հացահատիկը կմատակարարվի Հարավկովկասյան երկաթուղի ընկերության Դալարիկ կայարան։ Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։ Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները։ Իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տեղյակ չէ, թե որ ընկերությունն է Ադրբեջանով Հայաստան ներկրում ցորեն Ռուսաստանից և Ղազախստանից։ Նաև չգիտի, թե ինչքան է վճարվում Ադրբեջանին տրանզիտային ուղու համար։ Դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին և հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչեւ հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում, հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն Հայաստանից, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ եւ համոզված եմ, որ ժամանակի ընթացս տեղեկատվությունը հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա եւ ես կարծում եմ, որ իրոք շատ մեծ եւ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ պիտի իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ եւս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարակորնիձոր եւ հակառակ երթուղով ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։ Միևնույն ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի մուտքը բնութագրել է որպես պատմական իրադարձություն։ Նախարարն անձամբ է դիմավորել գնացքը այրում կայարանում, բայց հիմնական հարցը մնում է անպատասխան։ Իրականում ինչ նպատակ է հետապնդում երթուղու այս փոփոխությունը։ Ավելի մանրամասն տեսանյութում։ Այսինքն միանշանակ չեն կարող ասել, օրինակ Ղազախստանից եկող ցորենը անհամեմատ էժան կգա, քան որ երկաթուղին ավելի երկար է պարագայում, բայց Ռուսաստանից եկող ցորենը Ադրբեջանի տարածքով կարող է ավելի էժան գա։ Հաշվի առնելով են, որ այս դեպքում օրինակ նավի պարոմը չի օգտագործվի եւ երկաթուղին այսպես Ռուսաստանից կարող է այսպես բեռնափոխադրում կազմակերպել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։ Հետևաբար այսպես այս բեռնափոխադրումները, որ կատարվում է վերջի շրջանում, ավելի շատ այսպես քաղաքական է, քան տնտեսական։ Քաղաքական նրանք ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրելը հնարավոր է եւ դրանով փորձում են ազդակ փոխանցել մեր հանրությանը, այսինքն ներքին սպառման, որ անվտանգությունը ավելի է ամրապնդվել, խաղաղության օրակարգը ավելի է ուժեղացել, սա է, այսինքն իրենք ավելի շատ քաղաքական ազդակներ են փոխանցում, քան տնտեսական։ Ընդհանուր առմամբ որպես այլընտրանքային ճանապարհ եւ լոգիստիկ հնարավորություն դա դրական է, բայց մենք նաեւ չպետք է մոռանանք, թե դրա համար ինչ աշխարհաքաղաքական գին է վճարվում եւ երկրորդը թե այսպես կուլիսների հետևում եւ թաքուն կերպով ինչ պայմանավորվածություններ կան եւ վերջո ինչի դիմաց է կատարում։
Ադրբեջանը, որի հետ փորձում են գնալ խաղաղության, ոչ միայն դատում է մեր հայրենակիցներին, այլև ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի նրանք չկարողանան պաշտպանվել Բաքվի դատարանի կեղծ մեղադրանքների դեմ։ Երեկ Բաքվի ռազմական դատարանը շարունակել է քննել մեր հայրենակիցների դեմ հորինված գործը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կեղծ դատավարության ընթացքում իբրև թե ապացույցներ են ներկայացվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ կապված 1990-ականների ազատագրական պատերազմի դրվագների հետ։ Կեղծ գործով հաջորդ նիստը կկայանա այսօր։ Իսկ Երևանի բանտում կտրուկ վատացել է 19 օր առաջ կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։ Փաստաբանը պատմել է, որ Ղուկասյանը տառապում է շաքարային դիաբետով եւ հենց կեսօրին նրա շաքարի մակարդակը կտրուկ բարձրացել է, հասնելով մինչև 19-ի։ Այդ պահին Ղուկասյանը սկսել է սրտի շրջանում ուժեղ ցավեր զգալ։ Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապօգնություն եւ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին քննչական կոմիտե են հրավիրել եւ նոր մեղադրանք առաջադրել 6 տարվա վաղեմության ցուցմունքներով, որոնք դեռ ժամանակին համարվել են սխալ թարգմանության հետևանք, հայտնել են Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Իսկ թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը, դիտենք տեսանյութը։ 2019 թվականին ուղղված հոգի Միքայել Բաղդասարովի արձակագրությունների ընթացքում նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ կորզել էր որոշակի, այսպես ասած, ցուցմունքներ երրորդ նախագահի դեմ։ Հետո, երբ որ երես-բերես են առերեսում են արել նախաքննական մարմնում Սերժ Սարգսյանին եւ լուսահոգի Միքայել Բաղդասարովին, ապա այդտեղ այդ ցուցմունքից պարոն Բաղդասարովը հրաժարվել է եւ հիմնավորել է, որ այն արձանագրվել է սխալ կերպով, որովհետև գիտեք, նա ռուսախոս էր եւ սխալ թարգմանության կամ ուղղորդված սխալ, եթե ավելի այդպես ուղիղ խոսենք, թարգմանության արդյունքում այդպիսի զավեշտալի մեղադրանքներ տեղ էին գտել արձանագրության մեջ։ Մի խոսքով Միքայել Բաղդասարովը այդ ցուցմունքը տվել էր, սխալ էին թարգմանել, հետո նա այդ թարգմանության հիման վրա հրաժարվել էր այդ ցուցմունքից առերեսման ժամանակ եւ այդ թեման մեռել էր, չկար ընդհանրապես։ Միքայել Բաղդասարովի հետ առնչվող գործի կապակցությամբ 2025 թվականին արդեն այս տարի, խնդրում եմ ֆիքսել 6 տարի անց, այդ քրեական գործը ուղարկվել է դատարան եւ հիմա դատաքննության փուլում է։ Ամենակարևորն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանին վերագրված դրվագը այդ գործի մեջ, դատարան ուղարկված փաթեթի մեջ գոյություն չունի, չկա։ Այսինքն 19 թվականին իրենք ստացել են որոշակի ցուցմունքներ, այդ ցուցմունքները պարզվել է, որ սխալմունքի, այսպես ասած, շակերտավոր արդյունք են իրենց կողմից, եւ այնքան ակնհայտ էր, որ այդտեղ թեմա չկա, խնդրեմ չկա, Սերժ Սարգսյանի վրա չեպե չկա, կեղծ չկա, որ անգամ իրենց հորինված շինծու ընդհանուր գործի մեջ այդ թեման չեն ներառել։ Այդ դրվագը գոյություն չունի դատական ատյանին փոխանցված գործի մեջ։ Եվ այսօր 6 տարի անց, հիշելով, որ 19 թվականին ինչ որ մի բան կարող էին բստրել կամ բստրել էին, հետո ծակվել էին, բռնվել էին, որ խաբում են, բայց այնուհանդերձ վիզ պետք է Սերժին արգելել մեկնել երկրից, այդ դրվագով կանչել են եւ նոր մեղադրանքի առիթով փակել են նախագահի մեկնելու իրավունքը։ Երեկ կայացել է Բագրատ Սրբազանի եւ նրա հետ միասին կալանավորված քաղբանտարկյալների գործով դատական նիստը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի փոխանցմամբ դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու պահանջը, այն դեպքում, երբ նրա 85-ամյա հայրը գտնվում է հիվանդանոցում։ Հարգանքս մեր նահատակ եղբայրների ծնողներին, Աստված օրհնի ձեզ։ Շարունակելով հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարված թեմաները, կարգալույց է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն Քահանա Հունանյանը, հայտնել են Մայրաթորից։
Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիսից, անտեսել Տավուշի թեմի առաջնորդական տեղապայի հորդորներն ու հրահանգները եւ հարատևել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուր քրչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը, մեղսակից դառնալով կարգալուծվածին հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին եւ ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսեւորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ եւ դրժել հնազանդության ուխտը։ Եվ մինչ տեղեկանում ենք Տեր Տարոն Քահանա Հունանյանին կարգալույց հռչակելու պատճառների մասին, հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել արդեն կարգալույց Ստեփան Ասատրյանի մասին։ Մի ամբողջ հակադրությունների շարք է ջրի երես հանել ABC մեդիան։ Պարզվում է, նախկին Տեր Արամը 2021-ին մասնակցել է ընդդիմության ցույցերին, գրառումներ արել Նիկոլ Փաշինյանի դեմ եւ շատ լավ վերաբերմունք ունեցել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Բայց մի օր նա հայտնում է հանրային հեռուստաընկերության եթերում եւ պատմում, որ իրեն իբրև պարտադրել են մասնակցել ցույցերի, որն էլ հենց դարձել է հոգևորականների ձերբակալությունների պատճառ։ Սակայն ոչ վաղ անցյալում Ստեփան Ասատրյանը ոչ միայն աջակցում էր հայ առաքելական եկեղեցուն, վեհափառ հայրապետին, այլև բավականին ընդգծված կեցվածք ուներ իշխող ուժի նկատմամբ։ Մեր ձեռքի տակ են հայտնվել Ասատրյանի նախորդ մի քանի տարիների գրառումները, որոնք այսօր արդեն չեք գտնի կարգալույց հոգևորականի էջում։ Այդ գրառումների լուսանկարները կարող եք գտնել նաև մեր կայքում www.abcmedia.am։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի եւ Նոր Նախճեվանի հայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ կոչ անելով պահպանել հոգևոր եւ ազգային արժեքների միասնականությունն ու պաշտպանությունը։ Թեմի հոգևորականությունը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանության հակասահմանադրական, եկեղեցազավթողական եւ հակաեկեղեցական գիծը։ Պետական գործիչների կողմից անպարկեշտ եւ անթույլատրելի բառապաշարով, նաեւ կեղծ ու զրպարտչական տեղեկատվության տարածմամբ ուղեկցվող այս ապազգային արշավը թունավորում է հասարակական գիտակցությունը, թուլացնում ազգային միասնությունը, երկբառակությունն ու թշնամանք սերմանում, ինչը հայրենիքի համար խիստ վտանգավոր է եւ կործանարար։ Կոչ ենք անում մեր եկեղեցու հավատավոր զավակներին լինել զգոն, չտրվել իշխանության սադրանքներին եւ չառաջնորդվել հանրային տիրույթում տարածվող վնասակար ստերով, քանի որ այն նողկալի է եւ ատելի է Աստծո համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները դեռ կարգավորված չեն, իսկ 1981 թվականի հունվարի 19-ին ընդունված երկկողմ համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը դեռ շարունակվում է։ Խոսքը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև Ալժիրում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնց արդյունքում Իրանը ազատ արձակեց 1979 թվականին պատանդ վերցրած եւ ավելի քան 1 տարի այդ կարգավիճակում Թեհրանում պահված ամերիկացի դիվանագետներին։ Իսկ երեք Սպիտակ տանը առողջապահական խնդիրներին նվիրված միջոցառումն ընդհատվել է մասնագետների մեկի ուշագնացության պատճառով։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր սպասվում է առանց ստեղումների եղանակ, կարող եք դուրս գալ եւ վայելել աշնանային ջերմ արևը։ Այսօր Երևանում ցերեկը սպասվում է 17-ից 19, իսկ երեկոյան 3-ից 5 աստիճան տաքություն։ Այսքանն էին այս ժամի լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 12-ին։ Բոլորիս լավ եւ արդյունավետ աշխատանքային օր։